Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին Սեդրակ Քոչարյանը դատարանում էր Մեղադրյալի աթոռին։ Քոչարյանը մեղադրվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու եւ փողերի լվացման համար։ Բացի նրանից Մեղադրյալի աթոռին է Ալեքսան Որսկանյանը Սեդրակ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին օժանդակելու համար։ Սեդրակ Քոչարյանը դեմ էր նիստը տեսանկարահանելուն, ուստի դատարանը մեր միջնորդությունը մերժեց։ Դատարանը ստուգեց երկու մեղադրյալների ինքնությունը։ Քոչարյանն ասաց, աշխատում է իր հիմնադրած մի քանի ընկերություններում, թե որոնք են դրանք չհստակեցրեց։ Մեղադրողի հարցին ծառայել եք եւ մասնակցել եք 44-օրյա պատերազմին, Սեդրակ Քոչարյանն ասաց ծառայել է, բայց հստակ տարեթվերը չհիշեց, ասաց մյուս նիստին կներկայացնի։ Չի մասնակցել պատերազմին, քանի որ ըստ մեղադրյալի 4 զավակներն անչափահաս էին։ Ալեքսան Որսկանյանն էլ ասաց աշխատում է LL Bimbo ընկերությունում որպես տնօրեն։ Այս ընկերությունն ըստ մեղադրանքի Սեդրակ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն են հիմնադրել։ Հենց այս ընկերությանն էր Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ գործարար Միխայել Բաղդասարովը 16 տարի առաջ Սուրենավանի բիտումի գործարանից փայբաժիններ տվել։ Նիստը սակայն երկար չտևեց, քանի որ երկու մեղադրյալներն էլ պաշտպան չունեին։ Քոչարյանին չէր ներկայացել այլ նիստի պատճառով, Որսկանյանը հրաժարվել էր իր պաշտպանից։ Այս գործի առանձնացված մասով անցնում է նաև Սերժ Սարգսյանը, նրա վերաբերյալ քննությունն ավարտվել է, գործը շուտով կգնա դատարան։ Սեդրակ Քոչարյանը անցնում է նաև ապօրինի գույքի գործով։ Դատախազությունը Քոչարյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է 15 անշարժ գույք, որոնցից մի քանիսի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 2 միլիարդ 130 միլիոն դրամ, ինչպես նաև ավելի քան 17 միլիարդ 653 միլիոն դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։